Բարի առավոտ, ողջունում եմ բոլորիդ, հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ, սիրելի հյուրեր, բարով եք եկել Հայաստան, մենք շատ ուրախ ենք և հպարտ ենք, որ արդեն 6-րդ անգամ կազմակերպվում է նման բարձր մակարդակի վրա կոնգրես և վստահ ենք, որ հաջորդիվել թե աշխարհագրությունը և թե կոնգրեսում ներկայացվածությունը միայն աճելու է։ Սիրելի գործընկերներ, ես կարծում եմ, որ նման շփումները մասնագիտական այսօր տեխնոլոգիական այս արագ զարգացման ընթացքում դառնում են էլ ավելի կարևոր, որովհետև տեղեկատվական հոսքը, գիտական հոդվածների քանակները, տեխնիկական ու տեխնոլոգիական նոր լուծումները այնքան արագ են մտնում մեր կյանք, որ ամեն անհատ ինքնուրույն շատ դժվարություն է ունենում մարսելու, վերցնելու և այս նորարարությունները իր աշխատանքային պրակտիկայում կիրառելու համար։ Եվ նման կոնգրեսները, նման մտքերի փոխանակությունը, փորձի փոխանակությունը հնարավորություն են տալիս, որ մենք միասնական ձևաչափով կարողանանք վերցնել այս գիտելիքի փորձի նոր պաշարը և աշխատենք իշահ պացիենտի։ Ես ուզում եմ շեշտադրել նաև, որ Հայաստանում այսօր կարելի է ասել, որ քաղցկեղի բուժման ողջ սպեկտրը թե դեղորայքային, թե հետազոտական և թե նաև ունենք արդեն այս տարի ներդրված ռոբոտային վիրաբուժության, նախորդ տարիներին ներդրված ռադիոթերապիայի առումով իսկապես շատ մեծ առաջընթաց է։ Բայց այնուամենայնիվ պիտի վերադառնանք միշտ պացիենտին, նրա փորձառությանը, նրա հնարավորությանը, ֆինանսական և ֆիզիկական հասանելիությանը այս բոլոր հնարավորությունից օգտվելու։ Պիտի վերադառնանք նաև կյանքի որակի և վարքագծի փոփոխությանը և ինչպես Սիդդհարթան նշեց, մենք չենք կարող խոսել հաջողության մասին, եթե խոսենք միայն անգամ կանխարգելման ու բուժման մասին։ Մենք պետք է միասին բոլորս աշխատենք մեր վարքագիծը փոփոխելու, ավելի առողջ որոշումներ կայացնելու վրա, որովհետև բազում պատճառներով քաղցկեղով հիվանդացությունը աճելու է, քաղցկեղով հիվանդացության ֆինանսական բեռը երկրի վրա աճելու է և նաև մեզնից է կախված, թե ինչքանով մենք կկարողանանք տանել այդ բեռը, պատշաճ բավարարել կարիքը և մեր պացիենտներին ապահովել կյանք, կյանքի որակ, աշխատունակություն և իսկապես այս ջանքերը պետք է մեկտեղենք։ Դրա համար ես նորից ու նորից ուզում եմ հիշեցնել, որ մենք պիտի շարունակենք պայքարը ծխելու դեմ, պիտի շարունակենք պայքարը ֆիզիկական ակտիվությունը դարձնելու մեր կենսակերպի անբաժան մասը, պիտի շարունակենք կրթել մեր երեխաներին հեռու մնալու այլ վնասակար սովորություններից և իհարկե վերափոխենք նաև մեր շրջակա միջավայրի ստանդարտները և հնարավորությունը մեր երկրի բնակչության առողջ կյանքը վայելելու մեծացնենք։ Ես այսօր ընդամենը մի թիվ կկիսեմ ձեզ հետ, որովհետև վստահ եմ շատ թվեր են լինելու, շատ վիճակագրական տվյալներ են ներկայացվելու, բայց կարծում եմ այս թիմը ամենախոսունն է։ Դա կյանքի միջին տևողությունն է, որ Հայաստանում 2024 թվականի արդյունքներով ռեկորդային է 78.6։ Եվ սա խոսում է նրա մասին, որ մենք միասնաբար, սա միայն առողջապահության իհարկե դերակատարումը չի, բայց մեծամասամբ նաև մեր դերակատարումն է, որ մենք Հայաստանում ունենք նման ցուցանիշ, որը համադրելի է զարգացող երկրների և անգամ շատ զարգացած երկրների հետ։ Քաղցկեղի առումով մենք ունենք հիվանդացության աճ, գրանցված հիվանդացության աճ, ինչը մի կողմից իհարկե խոսում է նաև հայտնաբերելիության աճի մասին։ Մենք վերջին տարիներին ներդրել ենք
սկրինինգային ծրագրեր, սկսել ենք պիլոտային, այնուհետև տարածելով ամբողջ հանրապետության մասշտաբով, իսկապես կարող ենք ասել, որ այսօր Հայաստանում գործող սկրինինգային ծրագրերը իրականացվում են բարձր մակարդակի վրա։ Այդ սկրինինգային ծրագրերում ներկայացված են լավագույն տեստային համակարգերը, սարքավորումները հավաստագրված, նաև վերապատրաստված եւ սկրինինգների իրականացման համար համակարգ ներառված մասնագետները։ Ես ուզում եմ նշել նաև, որ իհարկե ֆիզիկական հասանելիությունից բացի ծառայությունների առումով, որովհետև իսկապես ամեն օր մենք Հայաստանում ներդնում ենք մի նոր մեթոդ, մի նոր հնարավորություն, մի նոր ուրեմն հետազոտության տեսակ, եւ այս ամենը հասանելի դարձնելու մեր բնակչության համար իհարկե առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումն էր, որ սկիզբ է Հայաստանում գրագետ, քաղաքակիրթ ձևաչափի մարդու կողմից հոգալու իր առողջության մասին եւ երբ որ կարիք ունի օգտվելու բժշկական ծառայություններից չհայտնվի անելանելի իրավիճակում։ Ես կարծում եմ իզուր չի, որ մենք այս նկարն ենք ընտրել որպես մեզ խորհրդանիշ, որտեղ բոլորն են ներառված, ընտանիքը եւ քաղցկեղնել մի հիվանդություն է, որի բուժման, որի հաղթահարման ընթացքում բոլորն են ներառված, բոլորը, պացիենտը, ընտանիքը, ընկերները եւ ոչ մեկ անմասն չի մնում այս դժվար ճանապարհում։ Եվ երևի թե այս հիվանդության շրջանակներում էլ մեր բժիշկները ամենաերկարն են շփվում պացիենտի հետ, դառնում են ըստ էության ճանապարհը հաղթահարելու շատ մեծ նաև հոգեբանական աջակցություն ցուցաբերող անձ։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, ձեր ներդրած ջանքերի, ձեր ապրումակցման, ձեր կողմից նաև լուծումներ փնտրելու անընդհատ մոտիվացիայի եւ իհարկե մեր ժողովրդի իշահ մեր պացիենտի աշխատելու համար։ Ես վստահ եմ, որ Հայաստանում ուռուցքաբանության զարգացումը ընթանալու է նաև գիտական, հետազոտական զարգացման ուղիով, որտեղ մենք չենք կարող խոսել բուժման որակի բարձրացման մասին, եթե մեր մասնագետները մշտապես ընդգրկված չլինեն գիտական, հետազոտական աշխատանքում։ Ես ուզում եմ քաջալերեմ մեր բոլոր մասնագետներին, առավել եւս երիտասարդներին, որ հետազոտական աշխատանքը դարձնեն իրենց աշխատանքի անբաժան մասը։ Ես բոլորիս շնորհավորում եմ, մաղթում եմ հետաքրքիր արդյունավետ երկօրյա աշխատաժողով եւ վստահ եմ, որ այսօրվա ձեռքբերումներն էլ, այսօրվա նոր մոտեցումներն էլ, որ որդեգրվելու են, նպաստելու են մեր ժողովրդի, մեր բնակչության առողջության պահպանմանը։ Շնորհակալ եմ։